Հաներմիկ կխոսենք հայոց եղերնի մասին։ Գիտեք ինչ է նշանակում եղեր։ Հայոց ճույի տարբերությունը եւ շատ հարուստ զբաղվեցին եւ դրացվեցին իրենց վերելիքից։ Ճիշտ է, երբ է այն տեղի ունեցել։ Դա տեղի է ունեցել 1915 թվականի Օսմանյան կայսրությունում։ Շատ մարդիկ կորցրեցին իրենց ընտանիքները եւ տները։ Ինչի է կարևոր հիշել այդ իրադարձությունը։ Որպեսզի արդյոք զոհերին հիշատակ եւ հիշեցնեն, որ ողբերգությունները այլևս չկրկնվեն։ Ճիշտ է։ Հիշողությունը մեզ ուժ է տալիս գնահատել խաղաղությունը եւ պահպանել մեր պատմությունը։ Ամեն տարի այսօր ապրիլի 24-ին հիշում ենք եղերնի զոհերի հիշատակը։ Այո, Սուչուի այդօրը մարդիկ այցելում են հուշահամալիրում եւ ծաղիկ են դնում զոհերի հիշատակի համար։ Ճիշտ է։ Մենք այդպես էլ ցույց տալիս, որ չենք մոռանում մեր պատմությունը։ Իսկ ինչպես կարող ենք մենք աշակերտներս պահպանել այդ հիշողությունը։ Դուք կարող եք սովորել պատմությունը, ձեր գիտեցածը պատմել ուրիշներին եւ այդպիսով հարգել մեր ժողովրդի անցյալը։ Ես հասկանում եմ, որ պատմությունը իմանալը օգնում է մեզ ավելի ուշեղ եւ գիտակից լինել։ Ճիշտ ես մտածում, Տիգրան։ Մեր հիշողությունները մեզ ուժ է տալիս եւ այն օգնում է մեզ պահպանել մեր ազգային ինքնությունը։ Գիտեք, թե ինչ է ծիծեռնակաբերդը։ Այո, Սուչուի հուշահամալիրն է Երևանում, որը նվիրված է հայոց եղերնի զոհերի հիշատակին։ Ես նկարներում տեսել եմ բարձր սյուն, ինչ է այն խորհրդանշում։ Այդ սյունը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը, դժվարություններից հետո ապրելու եւ գոյատևելու ուժը։ Սյունը ուղղված է դեպի վեր, ինչը նշանակում է հույս, ուժ եւ ապագա։ Ծիծեռնակաբերդի թեքված 12 սյուները խորհրդանշում են պատմական Հայաստանի 12 կորցրած նահանգները, որոնք մնացել են Հայաստանի սահմաններից դուրս։ Սյուները թեքված են դեպի ներս, կարծես խոնարհված լինեն, ինչը արտահայտում է սուգ, ցավ եւ հիշողություն։ Այսինքն հուշահամալիրը ոչ միայն հույսի խորհրդանիշ է։ Ճիշտ ես մտածել, Մարինե։